Բարև ձեզ ռադիո լսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ։ 2025 թվականին լրացավ հայ ամենաինքնատիպ արձակագիրներից մեկի Հակոբ Կարապետցի ծննդյան 100-ամյակը եւ այդ առիթով գրականագետ թատերական գործի Անահիտ Արամունի Քեշիշյանը կազմեց եւ հայաստանյան ընթերցողին հրամցրեց Կարապետցի երկերի ընտրանին, որի շուրջ էլ այսօր կզրուցենք Անահիտի հետ։ Ողջույն Անահիտ։ Ողջույն Արմենիկ։ Նախ կուզեի այս ժողովածուի կազմման սկզբունքների մասին խոսեի, տես մի քիչ հեշտ է, Չարենցի ընտրանին ներկայացնել Տերյանի, մյուսների, որտեղ ըստ ամենայնի դու հանրահայտ գործերից ընտրում ես ծաղկաքաղ եւ մեկը կհավանի, մեկը չէ, մեկը իր սիրած գործերը կգտնի, մեկը չէ։ Այս դեպքում, երբ որ գրող այդքան էլ հանրածանոթ չի, գոնե հայաստանյան ընթերցողին, ինչ որ մի ելակետ պետք է լինի, որի շուրջ պետք է համախմբվեն ընտրված գործերը։ Այո։ Եվ ելակետը Հակոբ Կարապետցին համապարփակ ներկայացնելն էր։ Այսինքն ինչ է այդ մարդը գրել իր կյանքում։ Գրել է իր անձնական, իր անհատական, անձնական զգացմունքների, տրավմաների, ինքնության, հայկական ինքնության, հայաստանյան իր փորձառությունների, որ եկել գնացել է, իր մանկության, իր, այսինքն մի ամբողջ այսպես մի ամբողջ համաձուլված կա իր անձնական կյանքի, բայց նաև կա իրենից դուրս պատմվածքներ, այսինքն իր անձնականից, որ բոլորովին չեն առնչվում իր հետ, ամերիկյան կյանք հիմնականում, որտեղ ինքը կյանքի հիմնական մեծ մասն է ապրել, ամերիկյան կյանքի մտավորականություն, ամերիկյան կյանքի պարզ ժողովուրդ, ամերիկյան կյանքի Նյու Յորքի ամենաթշվառ ապրողների, այսինքն որ կարող է կարդաս ու չիմանաս, եթե չիմանաս հեղինակն ով է, կմտածես ամերիկացի հեղինակ է։ Այո, մի ամբողջ վեբ ունի Կարթագենի դուստրը, որտեղ մեկ հատ անուն կա միայն, որ այդ անունը հայկական ազգանուն է, մնացածը ամբողջը ամերիկյան հասարակությունն է։ Փորձել եմ վեբ չենք իհարկե այստեղ պատմվածքներ են եւ խոհագրություններ, այո, բայց ես աշխատել եմ այնպես անել, որ ինքը Կարապետցը ներկայանա մեր ընթերցողին ավելի իր ընդհանրական ձևով եւ նաեւ գումարած իր խոհագրությունները եւ հետաքրություն շարժի, որ ընթերցողը գնա դեպի մյուս գործերը եւ նաեւ վեպերը ինչու՞ չէ, որ ասենք Ադամի օրագիրը շատ ավելի արժեքով, եթե գնահատելու լինենք, շատ ավելի կարեւոր գործ է։ Անայդ այ խոսեցիր Սփյուռքին անդրադարձների մասին, տես մի էսպիսի կարծրատիպ կա, էլի մեր իրականության մեջ, չգիտեմ, դու միշտ Սփյուռքում ես եղել, կարող է այդքան շատ չես զգացել այդ երևույթը, բայց կոնկրետ մենք որ սովորում ենք դպրոցում համալսարանական տարիներին, սփյուռքահայ գրականությունը իշարած բազմաթիվ առանձնահատկությունների ուներ մեկ գլխավոր հատկանիշ, որպես կանոն մեր կարդացած գործերում այնտեղ զգացվում էր հայության ուծացման տագնապ, եւ կարծես Սփյուռքի բոլոր գրողների գրականությունը այդ մասին էր եւ նույնիսկ ասեմ, երբ որ նույն Շահնուրի մոտ կամ Զարեհ Որփունու մոտ կարդում էինք դրվագներ, որ այդքան էլ չեն առնչվում հայության հետ, հայի ուծացման հետ, մեզ թվում էր թե դրանք ինչ որ անարժեք բաներ են։ Այս առումով այդ սփյուռքահայ գրականության պարագծում Կարապետցի յուրահատկությունը որն է։ Նախ ասեմ, որ ես բավական լավ գիտեմ հայաստանյան իրականությունը գրականության հետ կապված հատկապես նաև, որովհետև այստեղ դպրոցում բարձր տարիքում եղել եմ 70-ականներին, այսինքն 8-րդ դասարանից մինչև 10 ավարտ այստեղ ավարտել, այո։ Եվ նաև որովհետև անընդհատ կապի մեջ եմ եղել, այստեղ իմ գիտական թեզը այստեղ եմ պաշտպանել, գիտությունների տեխնացուական Հայաստանում եմ պաշտպանել։ Եվ Կարապետցի, նաև իհարկե եւ Կարապետցի։ Դա անհնար է, որ սփյուռքի գրողը, սփյուռքահայ գրողը, անհնար է, որ չունենա այդ ամենաառաջին ուտացման այդ սարսափելի պատկերը կամ այդ նախանշանները կամ որ իրենց սփյուռքը հեռանում է հայությունից, հայրենից եւ այլն, անհնար է, որ դա չլինի սփյուռքահայ գրողի համար հիմնական նյութերից մեկը եւ Կարապետցն էլ դա ունի բոլորն ունեն գիտեք մի շրջան եղավ որ հայ գրողները սփյուռքահայ գրողները
հեռացել էին դրանից։ Ավելի գիտեք ինչ էին գրում։ Գրում էին իրենց մանկության մասին, գրում են այն գյուղը, որտեղ ապրել են իրենք։ Այսինքն նախքան ցեղասպանությունը, որտեղ մեծ մասամբ հիմնականում իրենց մանկության տարիների, պատանեկության տարիների, ընտանիքի, հետո գիտեք 60-ական թվականներին վերարթնացավ, այսպես ասած, ազգայինը, վերարթնացավ գոյատևման խնդիրները, որպես ցեղ, որպես ազգ, որպես ընտանիքներ, եւս կարոտի կամ չգիտեմ վերադարձի կարոտի անուններ ենք տվել այդ ժամանակների թե Հայաստանում եւ թե Սփյուռքում, իհարկե տարբեր պատճառներում, Հայաստանում, որովհետեւ մի քիչ պատուհաններ բացվեցին, այսպես ասած, շնչելու Խրուշչովյան ժամանակներից հետո, ձնհալից հետո եղավ այդ վերադարձի գրականությունը մեզ մոտ Քոչար, Հրաչյա Քոչար, մեզ մոտ Դաշտենց եւ այլն մուշագալշ, այսինքն երկու դեղում էլ վերադարձ եղավ դեպի հենց հայերի գոյատևում։ Իրականում խորքում սրանք հար եւ նման են իրար, որտեվ խորքում երկու տեղում էլ կար վտանգ, այսինքն ձուլման վտանգ։ Հայաստանում բնականաբար ավելի քիչ էր, բայց ռուսականացումը սարսափելի էր եղել եւ մանավանդ որովհետեւ արգելված էր եղել ազգային գրականությունը մինչեւ այդ ժամանակները։ Այսինքն ամենախորքում սրանք նման էին եւ այնտեղ Սփյուռքում արդեն մի տեսակ այդ մեծ աղետի տրավմայից սկսել էր դուրս գալ առաջին սերունդը եւ սկսել էր անդրադառնալ որտեղից են եկել, ինչու, ինչ կատարվեց իրենց հետ եւ թեպետ դրանից առաջ իրենք փորձել են իրենց զավակներին զերծ պահել այդ սարսափից կամ այդ զգացողությունից, զոհվածի զգացողությունից, այո, բայց դրանից հետո արդեն երբ որ իրենք հասան ավելի մեծ տարիքի Հակոբ Ասատուրյան, Բենյամին Նուրիկյան, Արամ Հայկազ եւ շատ էսրանք արեմտահայ գրողներն են, իհարկե իրանահայը մի ուրիշ տեսակ, ուրիշ ճամփաներով է եկել։ Այստեղ Կարապենցը կարելի ասել ունի թե ցեղասպանության հետ կապված տրավմաներ, որովհետեւ հյուսիսային Իրանում, Ադրբեջանում թուրքը այնտեղ էլ է մտածել։ Այո, ուրեմն ինքը ավելի բարձր տարիքում հրատարակվեց։ Կարապենցը այն գրողներից չի, որ 30-20-25 տարեկանից հրատարակվել, ավելի բարձր տարիքում։ Ուրեմն շատ բարձր տարիքում Կարապենցը ստանում է մի փաթեթ Իրանից, ստանում է ուրեմն ինքը այդ ժամանակ Washington DC-ում էր ապրում, Connecticut նահանգում, այդ կամ դրան տարանքում միտեղ, ուրեմն իր մորից, որ բաժանված է եղել հորից, այսինքն ինքը մորը համարյա չի տեսել, 2-3 տարեկանում բաժանվել են, ուրեմն մի անծանոթ փաթեթ է գալիս իրեն եւ բացում է, տեսնում է մոր հուշերն են, երբ թուրքերը հարձակվում են Թավրիզ, Ուրմիե, Խոյ եւ այլն, այսինքն Կարապենցը երկուսն էլ ապրել է, թե մեր շրջանների Իրանահայը, որ չի ապրել այդ աղետալի վիճակները, եւ թե ինքը որ իր հորից, իր տատից, իր պապից, իր մորից լսել է։ Այո, հայկականությունը մեծ է Կարապենցի մոտ բնականաբար, բայց նաև զարմանալիորեն համարյա հավասարակշռում է ոչ հայկականությունը։ Այո, այդ եւ ես որ սկսեցի առաջին անգամ կարդալ Կարապենցին, իդեպ խոստովանել եմ մի առիթով, նաև քո թելադրանքով, որտեղ գարոնում տպագրվում էին քո հոդվածները Կարապենցի մասին, ես դրանց ներշնչանքով սկսեցի իրեն կարդալ, ինձ ահա Կարապենցը գրավեց ոչ միայն իր ոճով, որը շատ դյուրահատուկ է, ովքեր գոնե երկու էջ կարդան Կարապենցից, դա անպայման կամրագրեն, բացի այդ լեզվի տարբերությունից, որ էլի շոկային էր սփյուռքահայ գրող եւ արևելահայերեն, բայց նաև կարևոր էր, որ այդ ոչ հայկականը, մարդը գրում է հայերենով, գրում է Ամերիկայում եւ այմատեն տարածված թեմաներով չի գրում, էլի սա այն ժամանակ, հիմա չգիտեմ, որ ինչպես կընկալեի, բայց այն ժամանակ ինձ թվում էր առավելություն է գրողի համար։ Որովհետև ինքն է, գրողն է։ Եթե գրողը շատ է լճացած իր միջավայրի մեջ նաև, չէ՞։ Այո, ուրեմն, բայց իր բարագային այդպես չէր, որովհետև Կարապենցը 25 տարի Ամերիկայի ձայն ռադիոյի հայկական բաժնի բարիչն է եղել եւ մի ամբողջ կյանք է։ Եվ այո, մի ամբողջ կյանք, այսինքն 25 տարի աշխատել է, 15 տարին բարիչն է եղել եւ նաև սյունակ է ունեցել ամերիկյան թերթերում, ամերիկյան ամսագրերում,
մասնակից է եղել ամերիկյան կյանքին, տարվել է Ամերիկայով, սիրել ամերիկյան համալսարաններում է սովորել, ավարտել, այսինքն սա բնական է։ Եվ գիտեք ինչն է ուզում, քանի որ կարճ է մեր ժամանակը այստեղ, ուզում եմ մի բան ասել, որ վերջերս մի հարցազրույցի մեջ խոսում եմ ընդհանրապես Սփյուռքի հետ կապված խնդիրների մասին, եւ այստեղ ուզում եմ հենց գրականության մասին խոսել, որ ինչքան մեծ բան են կորցրել, որ շատ վաղուց մենք չենք ներառել սփյուռքահայ գրողներին մեր գրականության մեջ կամ որևէ ձևով թեկուզ մասնագիտական առումներով, եւ չենք ներառել նաեւ այն գրողներին, որոնք արգելվել են հայ գրականության մեջ, մենք անկախությունից հետո այդ ուղղությամբ չշտապեցինք։ Մենք արդեն անկախության ժամանակ քայլեր արեցինք, բայց կիսատ մնաց։ Քայլեր արեցինք, բայց գիտեք ինչ քայլեր արեցինք։ Լավ քայլեր արեցինք, այսինքն, բայց ընտրեցինք մի քանի հայտնի անուններ, ընտրեցինք բնական է, այսինքն Շահանշահնուր, Հակոբոսական, Համաստեղ, ընտրեցինք մի քանի հայտնիներ եւ հանգստացանք, բայց մենք մեծ բույլ ունենք այնտեղ գրողների։ Եվ այստեղ ինձ ոչ այնքան այդ գրողներին ճանաչելն է, որ մենք կորցրել ենք տասնամյակներ շարունակ, այլ այն, որ այս գրողները երբեմն իրենց գրականություն են բերել այնպիսի թեմաներ, այնպիսի ոճ, այնպիսի մոտեցում, որ Հայաստանում չի եղել, որ մեր սոցռեալիզմի տարիներին չի եղել, այսինքն մեզ համար, Հայաստանի համար, նույնիսկ կորցնել Ավետիս Սահարոնյանին, որը նաև ասենք ազատության ճանապարհին այդ մասը, որ հայկական են կոտորածներ եւ այլն, բայց ինքը գործեր ունի, որ ամբողջովին բան են գեր սուրռեալիզմ է եւ դրամատուրգիայի մեջ եւ դրամատուրգիայի մեջ եւ աբսուրդի գրականություն ունի ինչ որտեղ, այսինքն բայց մյուս պատկերն էլ կա, եւ ինչ եմ ուզում ասել, երբ դու տալիս ես նորը, այն որ անծանոթ է, դու դրա վրա հիմնվում ես։ Մենք հիմնվեցինք Տերյանի վրա, մենք բարեբախտաբար Չարենց ենք ունեցել։ Եթե մենք չունենայինք Չարենց, այնքան տաղտուկ կլիներ մեր գրականության մեջ, ինչու, որովհետև Չարենցը արեց այնքան բան, որ մենք կարողացան մեր երիտասարդությունը, նոր գրողները, նոր բանաստեղծները մի քիչ սրանից առնել, սրանից ներշնչվել նրան Չարենցի Չարենցը, որը Չարենցը մի 1000 Չարենցը, չէ։ Ուզում եմ ասել, մենք շատ բան կորցրեցինք եւ շատ ուշացած, բայց լավ է ուշքան երբեք ճիշտ է, որպես հարգանք, որպես турք մենք պիտի հիմա դա շատ անենք։ Հենց այդ շատի մասին է ասում, տես ինչքան էլ այդ քո նշած երևույթները ճիշտ են, մենք սևեռվեցինք մի քանի գրողի վրա, բայց ես էլ իմ դիտարկումն ունեմ, տես Կարապենցի դեպ առաջի անգամ չի տպագրվում Հայաստանում, 95-ին էլ տպագրվեց, վերջին տարիներին Զարայ Որփունու գրական ժառանգությունը շատ մակարդակով եւ լավ տպագրվում Հայաստանում, բայց ես նաեւ հակառակ պատկերն եմ տեսնում։ Կարծես թե ինչ որ այնուամենայնիվ այդ ուշացածության ֆենոմենը գործ է, էլի, եթե ուշացած են եկել, այդպես էլ չես կարող ներմուծես քո իրականությանը։ Այո, եւ գիտես կարևորն ինչ է Արքմենիկ, որ օրինակ Կարապենցի Ադամի գիրքը լույս է տեսել, բայց հասարակությունը, այսինքն ընթերցող հասարակությունը լուր չունի։ Հիմա մենք ինչու ենք սա անում։ Մենք ասում ենք ժողովուրդ, վերցրեք մի քանի հատ պատմած կարդացեք։ Պարզապես ի հարգանք եմ բանի, որ մարդը ապրել է օտար երկրներում մի ամբողջ կյանք եւ ճգնել է եւ այսպեսի հայերեն է ստեղծել։ Այսպեսի հայերեն, որ միայն իրենն է, հայերենը գրել միայն իրենն է, այս հայերենը։ Այսպեսի, այսինքն մենք ունենք գրող, որ գոյապաշտական գրականության էգզիստանցիալիզմի ամենացայտուն օրինակներից է։ Մենք ունենք գրող, որ ենթագիտակցական հոսքն է դրել այստեղ սարսափելի լավ իմաստով էջեր կան։ Բաներ, որ 90-ականներին նոր մտան մեր գրականություն մեծ հաշվով։ Բայց ունեցել ես գրող, այս կարգի, այս ոճի իսկապես երբեմն ապշել կարելի է, այդ անտարբերությունը։ Չէ, իսկապես, այսինքն ներշնչման համար թեկուզ նայելու որպես քո նախորդը, որպես քեզ որ մեկը մարդիկ գրողներ, որոնցից դու պիտի նաև քաղես եւ ստեղծես նորը, թե չէ Պարուր Սևակից հետո նորից տաղտուկ ապրես մեր գրականությունը, ինչու, որտեղ ամեն մարդ նմանակում էր Պարուր Սևակին եւ վատը, ավելի վատ, այսինքն
Բայց մենք պիտի շատ ունենայինք։ Ես կարող եմ արագ շուտ ասելուկի պես ձեզ անուններ տալ, եւ դրանք ոչնչով պակաս չէին սովետական տարիներին հրատարակվող մեր շատ գրողներից։ Արագ ես կարող եմ անուններ տալ։ Բայց ինչ եղան դրանք։ Սփյուռք հայերեն չի կարդում, սուտ է։ Արևմտահայերենի համար մենք հիմա ճգնում ենք, որ արևմտահայերենը պահենք Սփյուռքում գոնե կամ, բայց պիտի մտցնենք Հայաստան արևմտահայերենը, պիտի մարդիկ կարողանան այնքան խոսելիք բան կարգմենի։ Գիտեմ ժամացույց տեսնայի։ Դրան մենք իդեպ տարբեր գրքերի առիթներով Ցիրիլյան այդ անդրադառնում ենք, ես էլ ինչքան կա լինում է հնարավորություն անդրադառնում ենք, ցավոք այդ կոնշած երևույթները նկատելի են, օրինակ նույն դպրոցում ես հիմա դպրոցական դասագրքերի համահեղինակ եմ եւ նաև ընթացքում տեսնում եմ շատ ուսուցիչներ ինչպես են շրջանցում արևմտահայ հեղինակներին, կան դասագրքում, բայց այդ լեզվի պատճառով, չգիտեմ, տարբեր պատճառներով շրջանցում են ինքը ճիշտ չի։ Հիմա մի բառ կա, ես չեմ սիրում օգտագործել, որտեվ առաջ ամոթ էր, որ որոշ գրողների կարդացած չլինեիր, հիմա ասում են այդքան ամոթ չի, որտեվ դե այդքան գիրք կա, որը հասցնենք։ Հիմա որ մի քիչ կատեգորիկ արտահայտվենք ժամանակակից հայ արձակագրի համար օրինակ, ամոթ չի, որ ինքը չի կարդացել Հակոբ Կարապետյանին օրինակ։ Ամոթ բառն է մի քիչ ամոթ։ Այդ է մի քիչ ափսոս, բայց ափսոս, ես կասեի ափսոս է, որ չի կարդացել։ Ես կասեի ափսոս է։ Իհարկե Կարապետյանը, ասենք 10-12 գրքի հրատարակությունների հեղինակ է եւ այնպես չի որ բոլորը բան են, ինչպես բոլոր գրողները, բոլորը գլուխգործոցներ չեն եւ ուսամ ով որ կարդում է կարդանա դուսան բոլորը կան ուղղագրությունն է տարբեր, բայց բոլորը հրատարակված կան, կարող են գտնել գրադարաններում գտնել վեպերը կան, պատմվածքների ժողովածուներ Հայաստանյան ընթերցողը չասի ուղղագրության համար չեմ կարդում։ Մեր ուղղագրությամբ հրատարակված, այո, նաև սա ասեմ հատուկ իլուր նրանց, որ բարկացած են, որ սա նոր ուղղագրությամբ է, սիրելիներ, հարգելիներս, սա Հակոբ Կարապետյանին մատչելի հարազատ դարձնելու միտում է։ Հայաստանյան ընթերցողի համար։ Ես գրում եմ երկու ուղղագրություններով, որովհետև կյանքիս մեծ մասը գրել եմ հին ուղղագրությամբ, դասական ուղղագրությամբ եւ կուզեի որ մի օր ինչ-որ համադրվեն դրանք, բայց այդ չի հարցը։ Հարցը այն է, որ Ժորժ ջան, ընթերցող չունեն մեր հեղինակները այլևս դրսում։ Թողեք ընթերցեն, թողեք կարդան։ Եվ դարել են հատուկ նպատակով։ Բավականին մարդիկ գրել են, ինչու է եւ այլն, եւ բացատրում եմ հասկանում են, հիմնականում հասկանում են, այո։ Այնպես որ ինչ եմ ուզում ասել, որ եթե ուզում եմ ծանոթանալ այս հեղինակին, այստեղ իհարկե ինձ համար բավական դժվար էր ընտրել, որը գիտես բնականաբար, երբ որ հեղինակին շատ է սիրում, բայց միասին աշխատեցինք ուղղագրություն, կա նաև լեզվի բարերի ընտրության, ասենք մեզ համար կարող է արխայիկ հնացած բարեր լինեն, բայց դրսում օգտագործում են, հետո դրսում այնուամենայնիվ արևմտահայերենի եւ արևելահայերենի բարերի բավական փոխշփումներ կան։ Այո, խառնուրդ է, այդ առումով էլ է յուրահատուկ։ Դա միայն հարստացնում է գրականությունը, միայն հարստացնում է։ Ես դեմ եմ որոշ լեզվաբանների, որ ասում են արևելահայերենը պետք է պահենք արևելահայերեն, այսինքն դա լեզվին ես դու բռնանում, որտեղ լեզուն ինքը ազատ այո, եւ ոչ մեկին չի հարցնի չի հարցնում, ինքը ճամփան գտնում է։ Անայ ջան, շատ շնորհակալ եմ ոչ միայն զրույցի համար, այլ նախ եւ առաջ այս գիրքը իրականություն դարձնելու համար, որտեղ եթե ոչ այլ ոք, ես ինքը շատ լավ գիտեմ, ինչքան ջանք ես թափել, որ այս գիրքը այսօր լինի առնվազն իմ եւ քո սեղանին, մեր տաղավարի սեղանի եւ հույս ունեմ, որ այդ թափած ջանքը զուր չի կորչի եւ 2026 թվականը Հայաստանում կնշանավորվի նաեւ նրանով, որ Հակոբ Կարապետյանին կսկսեն ավելի շատ կարդալ։ Հուսամ, շնորհակալ եմ զրույցի համար եւ այս բոլոր նեղությունների համար, որ դու գրեցիր եւ արտարեցիր, որ հրատարակեց եւ հուսամ շարունակական կլինեն եւ ոչ միայն Կարապետյանի։ Ես էլ շատ մեծ հույս ունեմ, շնորհակալ եմ։ Սիրելի ռադիոլսողներ, վերջում ավանդույթի համաձայն հիշեցնեմ, որ հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումներ, ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրականագետ, թատերական գործիչ Անահիտ Արամունի Քեշիշյանի հետ։ Մեր զրույցի թեման Հակոբ Կարապետյանի գրողը ինքն իր հետ պատմվածքների եւ խոհագրությունների ժողովածուներ։ Լավ եղեք։